նկարներում Գյումրեն բոլոր իր տարբեր եղանակներով է եւ մռայլ, եւ ուրախ, եւ անձրևոտ, եւ ցեխոտ։ Հոբի մանկությունն ու պատանեկությունն անցել է տնակում։ Հիմա էլ Գյումրիի Սավոյան փողոցի տնակային թաղամասում են ապրում, միայն թե տնակը քարապատ են դարձրել։ Նամանկուց թաղամասի ժանգոտված ու խարխուլ կացարաններն է տեսել, փողոցների ցեխն ու փոշին շնչել։ Երիտասարդ նկարչի աշխատանքներում քաղաքն ու իր թաղամասը ճիշտ պատկերն են իրականության։ Ամեն մի նկար ունի իր մեջ լիքը հիշողություններ, կապված մանկության հետ, թաղերի հետ, ու այդ ամենը իմ մեջ ապրելով ես փորձում եմ փոխանցել թղթին։ Գուցե արտաքինից գրավիչ չեն կեղտոտ ցեխոտ փողոցները, բայց այդ ամենը ես կփորձեմ արվեստի վերածել։ Սավոյան փողոցի տնակներից մեկում են ծնվել Հոբի առաջին ջրաներկ աշխատանքները։ Նկարել սկսել է 6 տարեկանից։ Ջրաներկի արվեստի հանդեպ սերն ավելի է ամրապնդվել իր առաջին ուսուցիչ, գեղանկարիչ Գյումրիի Մերկուրովի անվան նկարչական դպրոցի նախկին տնօրեն Սամվել Գալստյանի հետ հանդիպումով։ Դարձյալ տնակում իր ուսուցչի արվեստանոցում անհատական պարապմունքները սկսել է 14 տարեկանից։ Ծնողներս հասկացել են, որ ի վերուս տնձի շնորհք կա տրված Աստվածանից ու արդեն ձեռնամուխ են եղել առաջ տանելու, որից հետո հանդիպել եմ գեղանկարիչ ջրաներկի մեծ վարպետ Սամվել Գալստյանին, ու մինչև զինվորական ծառայությունս ուսանել եմ իր մոտ կատարելագործելով իմ ջրաներկ տեխնիկան։ Բնատուր շնորհքն ու գույների, իրողությունների ճիշտ ընկալումը նրան ստիպում էին վրձնել այն, ինչ տեսնում էր։ Գյումրիում իրենց գոյությունը սպառած, բայց դեռ շատ ընտանիքների համար տուն համարվող դոմիկներում ապրած ու ապրվող կյանքն է պատկերներում։ Այս նկարը կարտահայտի Սավոյանը իր գույներով, իր տրամադրությամբ, ինչպես վերնագիրն է լքված թաղամաս իրականությունը ինչ որ կա, իմ կարծիքով դիտորդը նայելով այս նկարին ինքը կպատկերացնի արդեն այդ տնագում ապրողի իրավիճակներն ու պայմանները, էլ կարիք էլ չկա բացատրելու։ Հոբը զինվորական ծառայությունից հետո հանդիպել է իր երկրորդ ուսուցչին, գեղանկարիչ յուղաներկի վարպետ Սերգեյ Կարապետյանին։ Նրա հետ շարունակում է կատարելագործել յուղաներկի տեխնիկան։ Իր մոտ ավելի շատ Գյումրին է, որովհետև ինքը գյումրեցի է եւ ավելի շատ կցանկանա լուբոյ նկարիչ, լուբոյ արվեստագետ կցանկանա ներկայացնել իր ապրած, իր բնակավայրը, իր քաղաքը, հետո նոր արդեն մայրաքաղաքները, չդեմ մյուս քաղաքները ներկայացնելը։ Յուղաներկի վարպետը Հոբին ծանոթացնում է գեղանկարչության մեկ այլ ուղղության հետ։ Այն կոչվում է Չոր վրձին կտորի վրա։ Հին ու նոր հուշերի ցուցահանդեսին Հոբի ջրաներկ աշխատանքների կողքին գեղանկարիչ Սերգեյ Կարապետյանը ներկայացրել էր իր դիմանկարների շարքը։ Այն նրա առաջին ցուցադրությունն է Հայաստանում։ 25 տարի Ռուսաստանի Դաշնությունում ապրելուց հետո վերադարձել է իր քաղաք։ Մոսկվայում ես ցուցահանդեսներ ունեցել եմ, բայց ոչ կտորի վրա, եղել են կտավի վրա իմ ցուցահանդեսները, այդ նկարները իմ գործերն եղել են կտավի վրա, իսկ Գյումրիում ես որոշեցի անեմ կտորի վրա եւ պատկերեմ մեր մեծերին։ Ու այս դեռ սկիզբն է։ Հիմնականում ջրաներկով աշխատող երիտասարդ նկարիչ Հոբի համար յուղաներկով նկարելը նոր հետաքրքրություն է, որը տաղանդի հետ առավել տպավորիչ եւ խորքային գեղանկարների ծնունդ կդառնա։ Մարինե Տերբինյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։